Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շենգավիթ վարչական շրջանում ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառման ընթացքում վարչապետը եւ Արթուր Աբրահամը ստորագրել են սենունդներին ուղղված ուղերձը, որը հանդիսավորությամբ տեղադրվել է համալիրի հիմքերում։ Կառավարության հատկացրած 2 միլիոն դրամով կառուցվող կենտրոնը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից եւ ներառելու է մարզասրահներ բռնցքամարտի, ըմբշամարտի եւ բասկետբոլի համար։ Գործադիրի ղեկավարը տալ մեր սերունդին։ Նախընտրական պայքարի շրջանակում քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել երկրի զարգացման իրենց տեսլականները։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Կառավարության ղեկավարի փոխանցմամբ փաստաթղթի գաղափարախոսական հիմքը իրական Հայաստանի հայեցակարգն է ու երկրի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ուղերձի ընթացքում վարչապետը մանրամասնել է 2026-ից 31 թվականների համար նախատեսված առանցքային անելիքներն ու ռազմավարական նպատակները։ Նա նաև անդրադարձել է 2021 թվականի կառավարության ծրագրի դրույթներին, դրանք համարելով ներկայիս նախընտրական պլատֆորմի անբաժանելի մասը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր աջակցությամբ կատարել է ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այսպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու։ Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է եւ մեր ամենօրյա խնամքի կարիքը ունի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ձեր Նիկոլ։ Մարզային հանդիպումներն է շարունակում ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանն Արտաշատում կայացած հավաքի ժամանակ անդրադարձել է Արարատի մարզի սոցիալ-տնտեսական եւ անվտանգային խնդիրներին։ Նա մտահոգություն է հայտնել մարզում հանցավորության կտրուկ աճի վերաբերյալ, նշելով, որ վերջին 8 տարում հանցագործությունների թիվը եռապատկվել է, իսկ ծանր հանցատեսակներինը տասնապատկվել։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց քաղաքական պայքարը միտված է բացառապես հանրային շահին։ Իմացեք, որ մեր համար չենք անում դա անում ենք բոլորիս համար, այս պայքարը մեր բոլորիս համար է։ Ու այս ճանապարհը որ գնում ենք, ոչ մի շահ բացի ընդհանուր շահից չունենք։ Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի մարզում չլինի գետ 1 հեկտար, Հայաստանի ամենաբերի մարզում Արմավիրն ու Արարատը, մեր Արարատյան ընդհանուր հովիտը ամենաբերի հատվածն է։ Չլինի մի մետր որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Կոտայքի մաս կատարած այցի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ արտերկրից ստացվող տրանսֆերտները կենսական նշանակություն ունեն բնակչության սոցիալական հոգսերը թեթևացնելու համար։ Ծառուկյանն ընդգծել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման կարևորությունը որպես զբոսաշրջության զարգացման եւ նոր ներդրումների ներգրավման միջոց։ Միաժամանակ նա առաջարկել է պետական մակարդակով զարգացնել կապերը Չինաստանի եւ Հնդկաստանի հետ տեղական արտադրությունը խթանելու նպատակով։ Անդրադառնալով արտաքին քաղաքական կողմնորոշմանը ԲՀԿ առաջնորդը մատնանշեց այն տնտեսական գործոններն ու շուկայական հնարավորությունները, որոնք Հայաստանն այսօր ստանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ։ Այսօր բոլորս գիտենք, Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ մեր մոտից 100 հազարավոր մարդիկ գնում են Ռուսաստան աշխատում են գարնանը, ձմռանը գումար են բերում։ 2,5 միլիոն հայություն ունենք, որը այնտեղ մնում է։ Ունենք մեր ամբողջ արտադրանքը, բերքն ու բարիքը, խմիչքները 3 միլիարդ դոլարի տարեկան մենք ապրանք ենք արտանում Ռուսաստան։ Այսօր գազը մեզ տալիս են ամենացածր գնով։ Իսկ եթե մենք ընտրում ենք Եվրոպայի ճանապարհը, Ռուսաստան ինչ ասում, ձեր ցավը տանեմ, ես ձեր բարեկամն եմ, ձեր ընկերն եմ։ Եթե ընտրում եք այդ ճանապարհը, գնացեք այդտեղ, ես ձեզ ոչ խնդրում եմ, ոչ համոզում եմ։ Դրա համար մենք այդքան բան պետք է գիտակցենք, հասկանանք, որ մենք մեր սարքաստունը չքանդենք։ Մենք քանի 1000 տարի մենք Ռուսաստանի հետ շփվում ենք, կապ ունենք, աշխատում ենք։ Ռուսաստանը մեր շուկային ծանոթ է, ապրանքն էլ այսօր մենք կարանք Հայաստանից որից մի բան արտանենք Եվրոպա։ Մեր ժողովուրդը կարա գնա Եվրոպայում աշխատի գա։
Ապրիլի 17-ին հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում ձերբակալված Տաշիր պիցցա ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին եւ Մայիս Բաղումյանին կալանավորելու քննիչների միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին հանրությանը տեղեկացրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը եւ ամփոփել տղերքն արդեն տանն են մնաց 48 օր, նշել է նա, թերևս նկատի ունենալով հունիսի 7-ի ընտրությունները։ Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանության, իսկ Մայիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու եւ խուլիգանության համար։ Ուժեղ Հայաստանը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում եւ իշխանությունների խոճապի դրսեւորում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անթույլատրելի է համարել խոսքի ազատության սահմաններից դուրս գտնվող ցանկացած դրսևորում։ Անդրադառնալով իշխանական պատգամավորի կողմից քաղաքացիներին հասցված վիրավորանքներին, ՄԻՊ-ն ընդգծել է, որ միայն ներողություն խնդրելը բավարար չէ եւ պետք է ձևավորել նման երևույթները բացառող հանրային միջավայր։ Որպես խնդրի լուծման գործիքակազմ ՄԻՊ-ն առանձնացրել է հրապարակային զեկույցները, մշտադիտարկումներն ու խնդիրների հետևողական բարձրաձայնումը։ Բազմաթիվ կուսակցություններ էլ ասում են, որ եթե օրինակ ընտրեք իշխող կուսակցությանը, դուք կլինեք թուրք, դավաճան, բայց ես չեմ կարծում, որ սա Չէ, ես չեմ արդարացնում, ես արդարացման մասին չեմ խոսում։ Հիմա ընտրողների կամքի վրա ներազդեցության մասին չէ խոսքը, որովհետև ես չեմ կարող գնահատել օրինակ այս երկու խոսքի տեսակները ինչքանով են ընտրողների կամքի վրա ազդել կամ ինչքանով է ընտրողը փոխել իր տեսակետը այսպիսի ձևակերպումների արդյունքում, բայց չեմ կարող նաև կոչ չանել քաղաքական դերակատարներին որպեսզի նույնիսկ եթե իրենց օգտագործած խոսքը չի հանգեցնելու պատասխանատվության, որովհետև չի հատում, հա, վտանգավորության սահմանը, իսկ մի շարք դեպքերում իրապես չի հատում այդ վտանգավորության սահմանը։ Միևնույն է, իրավունքների տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի նրանք պարզապես զերծ մնան եւ զգայուն լինեն։ Իմ կոչը բոլորին է վերաբերում, իհարկե, եւ ես շատ կարևորում եմ, որ իմ ձայնը, այո, այդ թվում գործադիր իշխանության ղեկավարի տեսանկյունից լսելի է այդ թվում այս հարցերի առումով։ ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մատնանշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված պատմական առաջընթացը, որն ըստ նրա ձեռք է բերվել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում։ Նա նշել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն առևտրային կապեր են հաստատվել, Բաքուն Երևանի համար տարանցիկ հնարավորություններ է ապահովել, որ քաղաքասարակության ներկայացուցիչներ են այցելում միմյանց երկրներ։ Ալիևը նաև խոսել է միջին միջանցքի կարևորության մասին եւ հավելել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է մեծացնել տարածաշրջանային փոխկապակցվածությունը, միավորելով Ասիան Եվրոպայի հետ եւ խթանելով տրանսպորտային, էներգետիկ ու թվային ցանցերի զարգացումը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի եւ կայուն խաղաղության։ Նրա խոսքով կազմակերպությունը չի թույլատրում ուշադրությունը Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի նկատմամբ, որտեղ շարունակվում է խաղաղության եւ կայունության փնտրտուքը։ Մենք արձանագրում ենք հուսադրող միտումներ, որոնք ուղղված են երկու երկրների միջև միջպետական համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հույս ունենք, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է դեպի Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ կայունություն, ասել է Մասադիկովը։ Բաքուն շարունակում է շահարկել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի Շինծու թեման։ Բաքվում տեղի է ունեցել Երևան պատմության արձագանքը եւ կորսված ժառանգությունը գրքի շնորհանդեսը, որում հեղինակը փորձում է իբր հիմնավորել Երևանի պատկանելիությունը ադրբեջանական ժողովրդին։ Սակայն 19-ից 20-րդ դարերում ադրբեջանական հետքերն իբր հիմնովին ջնջվել են։ Գիրքը լույս է տեսել 4 լեզվով՝ ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։ Հրատարակությունը թողարկել է նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի աջակցությամբ։ Հայաստանում ոչնչացվել է Նեսլե ընկերության նան ապրանքանիշի մանկական սննդի 9 տոննա 700 կիլոգրամ ընդհանուր քաշով խմբականակ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն ոչնչացման պատճառը ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային եւ կաթնաթթվային խառնուրդների խմբականակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։ Գերատեսչությունը նաև կստուգի հիպ ապրանքանիշի
մանկական սննդի ներկրված խմբաքանակները, քանի որ Ավստրիայից, Չեխիայից եւ Սլովակիայից տագնապալի լուրեր են ստացվել։ Այնտեղ վաճառքից հեռացրել են տվյալ բրենդի սնունդը դրանում մկնդեղի վտանգավոր չափականակ հայտարարելու պատճառով։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին ապրիլի 23-ին ամենամյա ջահերովերթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կանցկացվի պայքարը շարունակվում է կարգախոսի ներքո, խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքը եւ արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Հոհիդայից հայտնում են, որ երթուղին կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության եւ արժանապատիվ ապագայի, նշված է հաղորդագրությունում, որի հեղինակները կոչ են անում միանալ ջահերովերթին, քանի որ այն հայության միասնականության եւ աննահանջ պայքարի վառ դրսեւորումն է։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանգստյան օրերին ոստիկանությունը բացահայտել է 143 հանցագործություն։ Արձանագրված դեպքերից 22-ը վերաբերում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այն չունեցող անձի տրանսպորտային միջոց վարելուն, 18-ը մարմնական վնասվածք պատճառելուն, 17-ը թմրանյութի հայտնաբերման, 15-ը խարդախության, 8-ը անձնական ունեցվածքի գողության, 7-ը խուլիգանությանը։ Բացահայտվել են նաև ավազակության, կողոպուտի, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը։ Անցած 2 օրում գրանցվել է 21 ավտովթար, 33 մարդ ստացել է վնասվածքներ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի կրկնակի չեմպիոն Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխազ Ամոյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ըմբշամարտի Եվրոպական կոնգրեսի ընթացքում պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն ըմբիշտ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Հիշեցնենք, որ այսօր Տիրանայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեականները։ Մալխազ Ամոյանն ու Մանվել Խաչատյանն արդեն կիսաեզրափակվում են։ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ միջազգային գրոսմայստեր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանի ձերբակալության մասին։ ՖԻԴ-ն հաստատում է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նկատմամբ առաջադրված նախնական մեղադրանքներին։ Գրոսմայստեր Լպուտյանը զգալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման մեջ, ինչպես խաղատախտակի շուրջ, այնպես էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում իր երկարամյա գործունեությամբ։ Եվ մենք հույս ունենք, որ իրավիճակը արագ կլուծվի օրենքի շրջանակում լիակատար հարգանքով բոլոր ներգրաված կողմերի իրավունքների նկատմամբ, նշված է ՖԻԴ-ի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ շաբաթ վաղ առավոտյան ձերբակալվել էին Սմբատ Լպուտյանը, Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու մի շարք աշխատակիցներ։ Լպուտյանը մի քանի ժամ տևած հարցաքննություններից հետո ազատ է արձակվել։ Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստ Գագիկ Կարապետյանը հուզիչ տեսանյութ է տարածել սոցցանցերում։ Տեսանյութում միանգամից երևում են մեկ ընտանիքի 4 սերունդներ՝ որդին, հայրը, պապը եւ նախապապը։ Կադրում 2 Գագիկ Կարապետյան եւ 2 Արտաշես Կարապետյան, մեծ պարային տոհմի ներկայացուցիչներ, որոնք սերտորեն կապված են հայկական պարարվեստի հետ։ Տեսանյութը նկարահանվել է նախապապի 98-ամյա Արտաշես Կարապետյանի տարեդարձի առթիվ։ Նա Հայաստանի ժողովրդական արտիստ է, հայկական ժողովրդական պարերի լեգենդար կատարող եւ ոչ մեկ սերունդ դաստիարակած վարպետ։ Նրա որդին Թորը եւ Ծորը նույնպես իրենց կյանքը նվիրել են հայկական պարին։ Օգտատերերը գրում են, որ սա ամենահուզիչ տեսանյութերից մեկն է, որ նրանք երբևէ տեսել են ինտերնետում։